Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, Դարփինյանի ժամն է FM 106 եւ 5 հաճախականությամբ, կիսա ամառային ռեժիմով, մենք ներողություն ենք խնդրում, որ ժամանակ առ ժամանակ բարբերաբար բաց ենք թողում, բայց մենք էլ ես հանգստի կարիք ունեմ, պարոն Դարփինյանը չգիտեմ, ամենայն հավանականությամբ պարոն Դարփինյանը աշխատում է, ես հանգստանում եմ այդ ընթացքում, կջանանք ամեն ինչ անել, որ մինչև սեպտեմբեր գրաֆիկով գնանք, բայց հայցում ենք ձեր ներողամտությունը, եթե չստացվի։ Բաժանորդագրվեք գործարար ալիքին, բաժանորդագրվեք լրատվական ռադիոյին եւ Արմեն Դարփինյանի օգտահաշիվներին բոլոր սոցիալական հարթակներում, միանգամ էլ սա Դարփինյանի ժամն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև սիրելի Դավիթ, բարև ձեզ սիրելի ժողովուրդ։ Գիտես, հանգստանալու կարիք ունեմ, հնարավորությունն ու ժամանակը չունեմ։ Ցավոք սրտի եւ պիտի աշխատենք։ Գիտես, Դավիթ ջան, այսօր օգոստոսի 3-ն է եւ մեր լավագույն մարդկանցից մեկի Գագիկի Գինոսյան 60-ամյակն է։ Ցավոք սրտի ինքը մեզ հետ չէ, բայց իր հսկայական, հզորագույն ազգային գործը եւ սխրանքը մեզ հետ է։ Եվ ես կարծում եմ, որ ես այսօր ուղղակի ուզում եմ այսօրվա մեր հաղորդումը նվիրեմ Գագիկին եւ ընդհանրապես խոսեմ հերոսների եւ հերոսության մասին եւ դրա ընկալման մասին, ինչպես ենք մենք ընկալում հերոսությունը եւ հերոսներին։ Մեկ անգամ հրապարակային նման առաջարկ արել եմ իշխանություններին Գագիկին անգամ հետմահու Հայաստանի Հանրապետության հերոսի, ազգային հերոսի կոչումը շնորհելու մասին։ Ցավոք սրտի մնացել է անարձագանք, ընդհանրապես գրեթե բոլոր մեր առաջարկությունները մնում են անարձագանք։ Մի առաջարկություն կար, որը որ երբ թե հիշում ես վախճանվեց մեր զորագույն տղաներից մեկը Յուրի Վարդանյանը, ես հրապարակային կոչ արեցի եւ առաջարկեցի, որպեսզի նրան ուղարկավորեն մեր ազգային պանթեոնում եւ դա ընդունվեց Փաշինյանի կառավարության կողմից, որի համար երևի դա միակ, ասենք ամենայն դեպս այդպես շոշափելի արդյունքն էր իմ հրապարակային գործունեության։ Պիտի ասեմ, որ Յուրին Վարդանյան դե մենք վաղեմի բարեկամներ ընկերներ ենք, իհարկե Լենինականյան դեռևս մանկությունից ու պատանեկությունից շատ վաղուց եմ իրեն ճանաչել, շատ մտերիմ ենք եղել ժամանակին եւ 98 թվականին, երբ իրականացնում էի վարչապետի պարտականությունները, զանգարեցի նրան Միացյալ Նահանգներ եւ հրավիրեցի Հայաստան, մեկ նպատակ ունենալով առաջարկել նրան համաձայնվել գլխավորել Հայաստանի օլիմպիական կոմիտեն։ Նախապես ստացել է նաեւ Վազգեն Սարգսյանի համաձայնությունը, ողջավորությամբ ընդունեց Վազգենը, իսկ թե Յուրան ինչպես ընդունեց, ուղղակի անբացատրել էր, ուղղակի ոտքերը գետնից պոկվում էին այդ հնարավորության համար Հայաստան վերադառնալու եւ Հայաստանի հայ սպորտին, հայկական սպորտին ծառայելու։ Ցավոք սրտի մեր այդ նախաձեռնությունը հաջողությամբ չպսակվեց, մենք չկարողացանք այդ խնդիրը լուծել 98-ին եւ Յուրան ինչպես ընդունված է ասել, փոր ու փոշմանի հետ գնաց Միացյալ Նահանգներ, հետո արդեն այսպես ասած նրան փորձեցին անհաջող կերպով վերադարձնել սպորտի նախարար դարձրեցին, եթե հիշում ես դեսպան դարձրեցին, դա այսինքն կոմպենսացրեցին ինչ-որ չափով այդ անհանգստությունը, որը պատճառվել էր եւ այդ հիասթափությունը, որը ինքը տարավ եւ մենք բոլորս տարանք, դա չհաջողվեց իրականացնել, այնուամենայնիվ դա իմ պատկերացմամբ միակ շոշափելի արդյունքն էր մեր հանրային գործունեության, այնուամենայնիվ ես հիմա կրկնում եմ իմ առաջարկը Գագիկ Գինոսյանին պետք է հետմահու շնորհել ազգային հերոսի կոչումը, ինչու եմ ես այդպես համարում, ընդհանրապես ով է իմ պատկերացմամբ ազգային հերոսը։ Ազգային հերոսը նա է, ով մեր սեփական պատկերացումները մեր իսկ կարողությունների մասին ընդլայնում է, ապացուցում է իր գործունեությամբ ու կյանքով, որ մենք ավելի լավն ենք, քան մենք կանք։ Մենք ավելի հզոր ենք, քան մեր պատկերացումներն են մեր մասին։ Մենք կարող ենք ավելին, հասկանում ես, եւ նրանք, ովքեր
դա կարողանում են բացահայտել այդ ներքին ազգային պոտենցիալը մեր մեջ, բացահայտեն եւ առաջինն են դրանում, իհարկե արժանի են նման կոչման, եւ մեր պատկերացումները մեր կարողությունների մասին ընդլայնում են եւ դրանով իսկ ընդլայնում են նաեւ մեր հնարավորությունները։ Եվ այս միջազգային ասպարեզում, այս ընդհանուր առմամբ աշխարհում մեր տեղը դերը ֆիքսելու, կարևորելու, ամրապնդելու համար, որովհետեւ երաշխավորված չէ այդ տեղը եւ դերը, մեր սեփական խնդիրն է, ինչպես կկարողանանք մենք այդ դերը ուժեղացնել, տեղը ապացուցել, կարևորել, արժևորել, աշխարհին ներկայացնել, դրա անհրաժեշտությունը ապացուցել եւ ապացուցել ցույց տալ աշխարհին, որ առանց մեզ այդ աշխարհը աղքատ է, գոյություն չունի։ Եվ կլինի ավելի աղքատ։ Այս մեր խնդիրն է եւ մեր ազգային հերոսների առաքելությունը դա պիտի լինի եւ մեր կողմից դրա կարեւորությունը դրա ընդգծումը հենց դրանում է կայանում։ Իսկ Գագիկը իհարկե բարելով էր հաղթում։ Նա ազգային բարը որպես հզորագույն խորհրդանիշ հաղթանակի կարողացավ ներկայացնել, պեղել, տարածել, հսկայական գործունեություն ծավալեց, հսկայական ազգային գործունեություն ծավալեց եւ եթե մենք երբևիցե իսկ ես համոզված եմ, որ այո, անպայման հաղթելու ենք, մենք հաղթելու ենք բարելով, բարը գործադրելով եւ պատահական չէ, որ Արցախյան առաջին պատերազմում մեր բոլոր ռազմական հաջողությունները ուղեկցվում էին բարով, ուղեկցվում էին մեր ազգային բարերով եւ դա ուղղակի հիանալի է։ Ես կարծում եմ, որ որպես մշակութային գործիչ Գագիկ արժանի է, որպեսզի մենք նախ կարևորենք, ազգովի կարևորենք, պետականորեն կարևորենք եւ բացարձակ կարևոր չէ, բացարձակ ոչ մի նշանակություն չունի, պիտի չունենա գործող իշխանության համար, որ Գագիկը ուղղակի հակառակորդն էր իշխանության եւ կոնկրետ, ասենք, Փաշինյանի։ Նամանավանդ, որ հակառակորդն էր նաեւ նախորդ իշխանության եւ Սերժ Սարգսյանի եւ նախորդ իշխանության։ Ընդամենը ասեմ, ազգային կամ մտածող իսկական մտավորականը հոգեվոր գործիչը կամ մշակութային գործիչը չի կարող չլինել չհակադարձել իշխանությանը, ցանկացած իշխանություն։ Եվ դա մեր գեղեցկությունն է եւ դա մեր առաջընթացի, եթե ուզում ես իմանաս, բանալին է։ Այնպես որ կոչ կանեի Փաշինյանի եւ դրանով իսկ Փաշինյանը կդրսևորեր նաեւ մեծահոգություն եւ կկարևորեր ազգային արժեքը եւ ուշադրություն չէր դարձնի եւ չէր կարևորի Գագիկի խիստ ընդդիմադիր կեցվածքը իր իշխանության նկատմամբ։ Նույն առաջարկը կանեի նույնպես մեր լավագույն բարեկամ Կարեն Վարդանյանի մասին, այո, որը առաջիններից մեկն էր, որը տարավ մեզ դեպի տեխնոլոգիական հասարակություն, որը տարավ մեզ դեպի տեխնոլոգիական կրթություն, որը դպրոցներում արմատ ծրագիրը ամրագրեց, ուղղակի իր ամբողջ կյանքով եւ գործունեությամբ կարևորեց ուսումը, տեխնոլոգիական ուսումը այն պարագայում, երբ մենք Խորհրդային միությունից հետո կարծես թե մոռացել ենք, որ մենք հզորագույն ինժեներական դպրոց ենք ունեցել, ինժեներներ ենք ունեցել, խավ ենք ունեցել ինժեներական, հասկանում ես, այդ խավը ձևավորել է ազատատենչ այն հասարակությունը, որը դուրս եկավ միլիոնավորներով, դուրս եկավ փողոց եւ Ղարաբաղյան շարժման սատարեց եւ շարժումը կարեւորեց եւ ազատատենչ դեպի ազատություն, դեպի ժողովրդավարություն տանող հասարակությունը հենց այդ գիտակցված մասն էր տանում մեզ։ Ինժեներական հասարակությունը Կարենը Վարդանյան վերականգնեց ինժեներնական այդ հասարակության կարեւորությունը, նա սաղմները դրեց արդեն իսկ նոր Հայաստանի, արդեն իսկ անկախ Հայաստանի այդ խաղի ձևավորման եւ այն, որ մենք այսօր ունենք տասնյակ հազարավոր թեկուզ ծրագրավորողներ մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաքիմիայի, կենսաբանության ուղղությամբ գնացող բավական լայն շերտ ունենք երիտասարդության, դրա սկզբնաղբյուրը հենց Կարենն էր կանգնած դրա սկզբնային մասում եւ ես նորից առաջարկություն եմ անում կարեւորել դա պետությունը
կարող է հետմահու նրան շնորհել ազգային հերոսի կոչումը։ Այդ երկու առաջարկությունը ես այսօր հրապարակայնացնում եմ, կարևորելով այդ սխրանքները, որոնք այդ տղաները գործել են։ Անկախ նրանից, որ նրանք մեր իմ կոնկրետ լավագույն ընկերներն էին եւ մեծագույն անձնական կորուստ եմ ունեցել, բայց դա ազգային կորուստ էր եւ պետական կորուստ էր եւ պետությունը պիտի կարևորի դա իմ խորը համոզմամբ։ Ընդհանրապես, երբ մենք գիտես մեզ հարց ենք տալիս, թե մեզ անհրաժեշտ են արդյոք հերոսներ, թե ոչ, կարևոր է արդյոք այդ հանգամանքը հասարակության համար, պետության համար, սովորաբար բերում են օրինակ Շվեյցարիայի դեպքը։ Եվ ասում եմ, որ օրինակ Շվեյցարիան չունի ազգային հերոս, որովհետև դրա կարիքը չունի։ Երևի թե չունի, բայց որ հասարակությունը չունի ազգային հերոսի կարիք, որ արդեն ձևավորված է, որը ունի իր զարգացման դեպի պրոգրես տանող ճանապարհը, որը կանգնած է հստակ, հզոր այդ ճանապարհին կանգնած է, որը մի խոչընդոտ չկա եւ հարատևությունը ապահովված է այդ հասարակության երկու այդ բaragայում միգուցե եւ հերոսի կարիք չունի։ Ես համոզված եմ, որ մեր հասարակությունը, մեր երկիրը եւ մեր պետությունը այդ հերոսի կարիքը ունի։ Եվ շատ կարևոր է, որ պետությունը կարողանա ուղղորդել հասարակությանը, թե որն է հերոսը, ինչ հատկանիշների պիտի ձգտի ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եւ այդ հատկանիշները մարմնավորում են կոնկրետ հերոսները, կոնկրետ նրանք, ում պետությունը նման կոչում է շնորհում։ Եւ երբ ես ուղղակի անցկացրեցի աչքով մեր հերոսների ցանկը այսօր էլի Գագիկի կապակցությամբ գիտես զգալի հատվածը մեր ռազմական տղաներն են, որոնք հատկապես Արցախյան պատերազմում իրենց հսկայական ներդրումներ ունեցել։ Բայց դες անցել է արդեն այդ պատերազմի առաջին պատերազմի ավարտից անցել է արդեն մոտ 35 տարի է անցնում արդեն։ Եվ մենք չունենք գեթ մեկ գեղարվեստական գործ, ֆիլմ, գեղարվեստական։ Մեկը կարծես թե ունեն կամ երկուսը, կյանք ու կռիվը կա, բայց չէ, խոսքը գնում է նվիրված այդ տղաներին, կոնկրետ տղաներին, որտեղ դրանք բայոպիկներ, այդպես են ասում։ Բացի դրանից, որ նրանք, գիտես, այն որ նրանք սխրանք են գործել, հերոսացել են մարտի դաշտում, դա իրենց ընդհանրությունն է։ Բայց յուրաքանչյուրը դրանցից ունեցել է իր յուրահատուկ իր կենսագրությունը եւ դրանք տարբեր են։ Նրանք տարբեր ճանապարհներով են եկել։ Հիմա կարծես թե նախագծերից մեկը Մոնթե Մելքոնյանի մասին է ֆիլմ նկարել, որը չեմ նայել, հուսանք որ լավ ֆիլմ է։ Դավիթ, շատ լավ է, եթե Մոնթեի մասին ֆիլմ է նկարվում, ես դրա մասին չգիտեմ ինչ նախագիծ է, եթե այդ նախագիծը մասնավոր է, շատ լավ է պիտի ողջունել, բայց պիտի ցավեմ, որ չկա պետական նախագիծ, պետությունը պիտի անի դա, նորից եմ կրկնում, յուրաքանչյուր հերոսը ռազմի դաշտում, որը հերոսացավ, ընդհանուր է նրանց ճակատագիրը, նրանով որ նրանք հերոսներ են արդեն պատերազմական ժամանակահատվածում, բայց նրանց ճանապարհը տարբեր է եւ դրանց տարբեր ճանապարհները ուսումնասիրելու կարիք կա, հասկանում ես, ինչպես ծնվեց, ինչպես մեծացավ, ինչպես հասունացավ, ինչպես դաստիարակվեց եւ ինչպես դարձավ հերոս, դրանք ճանապարհները տարբեր են, այդ ճանապարհները ուսումնասիրել է պետք։ Մինչդեռ մենք նայում ենք այդ ցանկը, ես չեմ ուզում հիմա անուն առ անուն անցնեմ այդ ցանկով, մենք նայում ենք այդ ցանկը եւ տեսնում ենք, որ հասարակության միգուցե ստվար, միգուցե լայն զանգվածը անգամ այդ ազգանունները չի ճանաչում, հասկանում ես, անգամ այդ ազգանունները խորթ են, անհայտ են մարդկանց համար։ Ջիվանին Աբրահամյան օրինակ շատերը գիտեն։ Չէ՞։ Ասենք եթե կարող ես սոց հարցում իրականացնես եւ տեսնես որ չէ, ցավում եմ ես դրա համար։ Զինված ուժերում պարտադիր անգիր էին սովորեցնում, նենց որ բանակ ծառայեցների մի մասը երևի թե տենց քիչ շատից գիտի, բայց իհարկե անցած ուղին ճանապարհը դետալները չէ, անուն ազգանունների մակարդակում։ Ես կարծում եմ որ մենք խնդիր ունենք ճանաչելու վստահաբար ճանաչելու ռազմական հերոսներին,
Եվ ես պիտի այստեղ եւս 2 կամ 3 առաջարկություն անեմ։ Օրինակ ես տարակուսում եմ, որ ազգային հերոսի կոչում չունի Լեոնիդ Ազգալյանը։ Հասկանում ես, մարդ, որը գիտնական, ակադեմիական իր կառուցվածքը, կրթությունը եւ գործունեությունը թողեց եւ հերոսացավ ռազմի դաշտում։ Դա բացառիկ օրինակ է հայ ինտելեկտուալի, որը գնաց եւ գիտակցաբար զոհվեց ռազմի դաշտում։ Լեոնիդ Ազգալյանին իմ կարծիքով մենք նույնպես պարտավոր ենք ներկայացնել, առաջարկել ազգային հերոսի կոչման։ Ռոբերտ Աբաջյան, ֆանտաստիկ տղա էր, ֆանտաստիկ կերպար, հասկանում ես նրա վերջի բառերը, ով որ հանձնի այս դիրքը, ես նրա մերը, հասկանում ես, դա ես 19-20 տարեկան տղա լինելով, միգուցե 18 չեմ հիշում արդեն, բայց դա բացառիկ ազգային հերոս տղա էր։ Բեկոր Աշոտը չկա ցուցակում, Աշոտ Ղուլյանը ցուցակում չկա, Դուշման Վարդանը, ասենք, շատերը չկան, հա։ Կան ոմանք, որոնց լայն հասարակությունը չի ճանաչում։ Դա նույնպես որոշակի բան կա, անհամաչափություն կա այս ամենի մեջ, որը անարդարության որոշակի զգացում է բերում։ Ես կարծում եմ, որ մենք պիտի այս բացը լրացնենք։ Որոշակի խնդիր ունեմ հասկանալու շտաբային գործիչներին ազգային հերոսի կոչում տրամադրելու որոշումները վերջին պատերազմի արդյունքներով, ես կարծում եմ, որ Փաշինյանը ինքն է զղջում այսօր արդեն այդ որոշումների համար։ Այնտեղ մարդիկ կան քրգործ կա իրանց վրա, այս բան ազգային հերոսի մեդալով մարդիկ կան կոչումով քրեական գործերով են անցնում։ Երկուսը, եթե ես չեմ սխալվում, վերջին պատերազմից հետո։ Դա հենց դրա համար եմ ասում, որ երևի թե ժամանակավրեպ որոշումները եւս կայացվել են այդ ուղղությամբ եւ այդտեղ եւս կա անհամաչափություն։ Մի խոսքով այս ռազմական գործիչների վերաբերյալ բացը լրացնելու համաչափությունը որոշ չափով վերականգնելու խնդիր ունենք։ Մեր առաջին ազգային հերոսն է կաթողիկոս Վազգեն Արաչինը։ Դա շատ կարևոր սիմվոլիկ նշանակություն ունեցող որոշում էր, որը պետությունը կայացրեց։ Վազգեն Արաչինը արդեն հիվանդ էր այդ ժամանակ, բայց պիտի ասեմ, որ այդ հերոսի կոչումը ոչ միայն եկեղեցու եւ պետության միասնության մասին էր, որի անհրաժեշտությունը խիստ կարիք մենք այսօր ունենք։ Խիստ կարիք ունենք պետության եւ եկեղեցու միասնության։ Եվ Վազգեն Արաչինին առաջին ազգային հերոսի կոչումը տրամադրելը ուներ այդ միասնության սիմվոլիզմը, շատ կարևոր էր, բայց կարևոր էր նաեւ այն, որ Վազգեն Արաչինը Ղարաբաղյան շարժման կարևորագույն սատարողներից էր, կարևորագույն մասնակիցներից էր եւ գործող անձանցից։ Նրա հացադուլը մենք կարող ենք հիշել եւ հացադուլին մասնակից այլ մեր գործիչներին կարող ենք հիշել, բայց եկեղեցու պետության միասնական դիրքերի կարևորությունը ես ուզում եմ այսօր նույնպես շեշտել։ Դա շատ առանցքային դեր ունի իմ կարծիքով այդ խնդիրը մեր հետագա զարգացման մեջ։ Թե պետությունը այսօրվա եւ թե եկեղեցին այսօրվա պիտի ջանքեր գործադրեն։ Ես չեմ ուզում ասել, չեմ ուզում փնտրել մեղավորներ, չեմ ուզում կողմնակալություն ցուցաբերել, դատապարտել որևէ կողմի, ես ուղղակի պիտի հորդորեմ երկու կողմերին էլ։ Մենք կարիք ունենք որպես հասարակություն, որպես պետություն, որպես ազգ, մենք կարիք ունենք պետության, տվյալ դեպքում եւ եկեղեցու միասնականության։ Շատ եմ կարևորում Վիկտոր Համազասպի Ամբարձումյանին ազգային հերոսի կոչումի շնորհումը, որը կարևորեց գիտությունը մեզանում։ Եմիջայլոց միակ գիտնականն է, որը ազգային հերոս է եւ երևի թե մենք այստեղ նույնպես կարիք ունենք գիտությունը կարևորելու, բայց Վիկտոր Համազասպի Ամբարձումյանը այդ թվում նաև նույնպես Ղարաբաղյան շարժման կարևորագույն օղակներից մեկն էր։
եւ այդ ազգային հերոսի կոչումը նրան տրամադրվել այդ թվում նաեւ ոչ միայն նրա գիտական արդյունքների համար հսկայական գիտական նվաճումների համար բայց նաեւ հենց ազգային շարժման կողքը լինելու եւ որոշ իմաստով անգամ գլխավորելու որովհետեւ մենք հիշում ենք Վիկտոր Ամբարձումյանի իսկապես սխրանք եւ նույնպես նրա հացադուլը նրա անմարդկային պայմաններում նա մեզ հետ միասին ապրել է չնայած ինքը միջազգային հեղինակություն լինելով հանդերձ կարող էր ապրել աշխարհի ցանկացած կետում նա ապրել է մեզ հետ միասին եւ տառապել է ունեցել է զրկանքներ 90-ական թվականներին եւ մեծագույն պատիվ Վիկտոր Ամբարձումյանին դες մենք հիմա եւ մեր կառավարությունը հատկապես խիստ կարևորում է պետությունը որպես արժեք, հա։ Ճիշտ է անում։ Պետությունը հսկայական արժեք է, հսկայական բախտավորություն է, որ մենք պետություն ունենք։ Բացարձակ պարտադիր չէ, որ պիտի ունենայինք։ Աստղերը ուղղակի դասավորվեցին այնպես, որ մենք այսօր ունենք պետություն։ Ունենք ազգ, եւ ունենք ազգային պետություն, հասկանում ես, զորագույն, այսինքն սրանից ավելի մեծ բախտավորություն գոյություն չունի որևէ հայի համար ավելի մեծ բախտավորություն գոյություն։ Մենք այս խելքով էլի ոնց որ որպես ժողովուրդ էլի ֆիքսենք որ մենք հիմա սա պիտի կարևորենք հեսա ասեն նորից յուրաքանչյուր հայ այսօր առավոտյան արթնանալիս պիտի իրեն երջանիկ զգա որ ինքը հայ է ինքը ունի Հայաստան պետություն եւ ազգային պետություն հասկանում ես այո հիմա այդ երջանկությունը ես չեմ նկատում Ունենք երկու ազգային հերոս, որոնք որպես պետական գործիչներ են ստացել։ Ճիշտ է ողբերգության արդյունքում հոկտեմբերի 27-ի այդ սարսափելի մարդասպանական գործողությունների արդյունքում, բայց Կարեն Դեմիրճյանը եւ Ազգեն Սարգսյանը հենց պետությունն են խորհրդանշում, որպես ազգային հերոսներ, ֆանտաստիկ կարևոր էր դա։ Ես բարեբախտություն եմ ունեցել երկուսի հետ էլ ունեցել եմ չափազանց մտերմագույն հարաբերություններ Կարեն Սերոպիչի հետ իմ հարաբերությունները հայր եւ որդու հարաբերությունները ին հատկապես գիտես երբ նա լքված վիճակում արդեն դեռևս կոմունիստական կուսակցության կողմից նրան վտարեցին որտեղ ինքը ըստ էության չպաշտպանեց Մոսկվայի քաղաքականությունը եւ ուզում էր եւ պատրաստ էր կանգնել ժողովրդի կողքին, հա, նրան ուղղակի վտարեցին։ Եվ այդ վտարված վիճակում ինքը եկավ Մոսկվա բուժվելու, ես այդտեղ Մոսկվայում ասպիրանտուրայում էի սովորում այդ ժամանակ եւ Սամվելի հետ իր որդու հետ գնացինք դիմավորելու։ Ինչու գնացինք դիմավորելու, ինչու ես, որտեղ ես Ժիգուլի 07 մեքենա ունեի այդ ժամանակ։ Սամվելն ասացի լսիր, ասենք Այդ գալիս էր մի հատ նորմալ մեքենա, ասես չէ, խնդրում եմ քո ավտոյով դիմավորեք։ Գնացինք դիմավորեցինք եւ ամբողջ այդ ընթացքում իսկ Մոսկվայում Կարեն Սերոպիչը մնաց, մի քանի ամիս մնաց, վերականգնվում էր հիմնականում հոգեբանորեն, որովհետեւ նրան գիտես այդ անարգանքը, որ ես զգացի սովետական միության եւ հատկապես կոմունիստական կուսակցության կողմից, որը դրսևորվեց իր լավագույն մարդկանցից մեկի նկատմամբ այդ անարգանքը այս հասկանալի մարդը գալիս էր վտարված վիճակում եկավ Մոսկվան ասենք ես եմ դիմավորել հասկանում ես իր որդու հետ միասին վերականգնվեց հոգեբանորեն եւ փառք Աստծո որ կարողացավ իրեն կարգի բերել ոչ միայն առողջական տեսանկյունից նաեւ հոգեբանորեն ետ եկավ Հայաստան գլխավորեց իր իսկ ստեղծած գործարաններից մեկը եւ այնուհետև վերադարձավ քաղաքականություն եւ մեր բախտավորություն էր դա իսկ Վազգենի հետ իմ հարաբերությունների մասին երևի շատ եմ խոսել Վազգենի վախճանից հետո ես ինձ պետական համակարգում ուղղակի չտեսա եւ անհնար էր պատկերացնել որ մենք ոտքի կկանգնենք կամ ցավոք սրտի այդ հոկտեմբերի 27-ի ոչրագործությունը, այդ մարդասպանությունը, այդ անմարդկային վտարարկել չէր, դա ինչ-որ ակտ էր, ակցիա էր, հասկանում ես, մեզ հետ գցեց տասնամյակներով, ցավոք սրտի, բայց վերադառնալով նորից ազգային հերոսներին, ուրեմն պետությունը կարևորվել է այդ երկու մարդկանցով, մշակույթը
Պետք է արձանագրենք, որ կա ընդամենը մեկ գործիչ մշակութային, դա մեր ժողովրդական արտիստ Հավորամյա, Աստված իրեն երկար կյանք տա, Հովհաննես Չեքիջյանի մասին է խոսքը, որը այո, իրեն ամբողջությամբ նվիրել է այդ երգչախմբին, կապելային։ Օգտվելով առիթից, գիտես, հրապարակայնորեն ուզում եմ նրանից ներողություն խնդրել, որ 98 թվականին դե վիճակներս լավ չէր։ Եկավ ինձ մոտ ընդունելության, խնդրեց ավտոբուս այդ կապելայի համար։ Դե ես էլ խոստացա։ Հասկանում ես, խոստացա ու չկատարեցի։ Հետո էլ արդեն չհասցրեցի կատարել, դա չկատարեցի, որտեղ այն ժամանակ գումար չկար, հետո չկատարեցի, չկարողացա, որտեղ արդեն էլ պաշտոնի չէի եւ ամեն անգամ հանդիպելիս մեր հարգարժան մայեստրոն ինձ ասում էր ինչ եղավ այն ավտոբուս։ Հիմա ինձանից հետո երևի մի 7 վարչապետ է փոխվել։ Հուսով եմ, որ այդ ավտոբուսը մեկը տվեց, բայց ես խոստացել էի, հասկանում ես, ու չեմ կատարել այդ խոստումը, ուզում եմ մայեստրոյի առջև ներողություն խնդրեմ հրապարակայնորեն։ Չեմ կարողացել ուղղակի, բայց գիտես ինձ ասենք բանա մեղմացուցիչ հանգամանքային, որ ուզում էի, հասկանում ես, այսինքն միտում չի եղել, չաչար միտում։ Ես խոստացել եմ, որովհետև ուզել եմ, բայց պիտի ասեմ, որ խիստ քիչ է մշակութային գործիչների քանակը, այնտեղ պետք է նույն մենք խոսացինք հիմա Գագիկի մասին, Գինոսյան, հա։ Ես կարծում եմ, որ մենք ունեցել ենք Հայրիկ Մուրադյան 20-րդ դարի կոմիտասն է, հասկանում ես, հավաքագրել է ամբողջ ժառանգությունը, այն ինչ-որ մնացել է կոմիտասից հետո, այն ինչ-որ ինչ-որ կոմիտասը չի հասցրել անել, արել է Հայրիկ Մուրադյանը, բացառիկ ազգային օրես է, կոմունիստական կուսակցության անդամ և չինովնիկ ելնելով հանդը, բացառիկ հերոսական գործունեություն է արել, այսօր մշակութային այսօրվա գործիչներից ես կընդգծեի Ռուբեն Մաթևոսյանին, ֆանտաստիկ կերպար է Ռուբեն մայեստրոն, ազգային երգը բարձրացրել է այնպիսի մի գագաթի, որին հասնելը որևէ մեկին դեռևս չի հաջողվել, դժվար հաջողվի տասնամյակներ հետո։ Փառք Աստծո Ռուբենը ողջ է մայեստրո Մաթևոսյանը եւ ես ուղղակի կհորդորեի նորից իշխանություններին ուշադիր լինել նրա նկատմամբ, այո, ես կարծում եմ, որ նրա կատարածը սխրանք է նույնպես, ազգային երգը բարձրացնել այդպիսի բարձր մակարդակի։ Շատ ուրախ եմ եւ ուրախացա, երբ Հրայրին Հովակիմյան մեր սրտաբանին ամերիկահայ Սիրիայում ծնված, Ամերիկայում սրտաբան դարձած եւ սրտաբանական դպրոցը Հայաստանում այդ վիրահատական դպրոցը հիմնած հրաշալի բժշկին, որը հազարավոր կյանքեր փրկեց դրանով։ Գիտես 80-ականներին դե սովետական մարդ եմ, հասկանում ես, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, բայց ես հիշում մարդիկ մահանում են ինֆարկտից մեռավ բազմաթիվ դեպքեր, ու մենք փրկություն չկար։ Հիմա կա այդ փրկությունը, հասկանում ես, դա կյանքեր է փրկել։ Եվ Հրայրին ուղղակի պետք է խոնարհումս բերեմ, բացառիկ համեստ մարդ, այսինքն իր սխրանքը չի էլ գիտակցում երևի, ինքը ուղղակի իր բժշկի առաքելությունն է իրականացրել եւ ուղղակի պիտի խոնարհաբար շնորհակալ լինենք, բայց նորից բժշկական ոլորտը կարևորագույն ոլորտ է։ Մենք ունենք, բարեբախտաբար ունենք լավ բժիշկներ։ Ունենք նաև բժիշկներ, որոնք օր ու գիշեր են աշխատում եւ աշխատել եւ իդեպ պիտի ասեմ Դավիթ, որ մենք COVID-ը անցկացրեցինք շատ պատվելի ձևով։ Ի տարբերություն շատ ու շատ այդ թվում արևմտյան երկրների։ Մենք կարողացանք հաղթահարել եւ այդտեղ բազմաթիվ բժիշկներ իսկապես հերոսական աշխատանք կատարեցին։ Իհարկե մենք նաեւ շատ զոհեր տվեցինք, բայց հաշվի առնելով մեր երկրի տնտեսական վիճակը եւ բժշկական համակարգի վիճակը, ես կարծում եմ, որ համակարգը շատ լավ աշխատեց այդ ժամանակահատվածում։ Մենք ունենք երկու բիզնեսմեն, սփյուռքահայ, որոնք ազգային հերոս են։ Ես կարևորում եմ սփյուռքի ներկայացուցիչներին նման պատվավոր կոչման արժանացնելը։ Բայց դրանք տարբեր են։ Քրկ Քրքորյանը եւ Էդուարդո Էրնեկյանը դրանք բացարձակ տարբեր են։ Քրքորյանի հետ բարեբախտություն եմ ունեցել շփվելու
երկար շփվելու։ Ես առաջին անգամ նա որ եկավ Հայաստան 90 ես եմ դիմավորել։ Բազմաթիվ զրույցներ ենք ունեցել, բացառիկ պարկեշտ կարգին տղա էր, ասեմ քեզ անգամ այդպես հասակային տարբերություն ունենք, այսինքն բնականաբար, բայց ինքը տղա էր, հասկանում ես, պատահական չի, որ ինքը բռնցքամարտիկ է եղել, ինքը տղա էր։ Դից վիզուալը լա էր, այտենց քայլը։ Տղա էր, այսինքն քալվածքով էլ բանով, ասենք պետք եղած դեպքում նաև, ասենք ինքը իր բռնցքամարտի ունակությունները կցուցաբերեր, եթե ազգային արժեքներին որևէ մեկը դիպչեր։ Կատեգորիկ հրաժարվում էր Հայաստանում եւ Հայաստանի հետ կապված բիզնեսով զբաղվել, փող աշխատել։ Ասում էր, գիտես, ասենք ես աշխատել եմ, ոնց եմ աշխատել, ձեր գործը չի։ Արա, բերում եմ, ուզում եմ, որպեսզի ես իմ ազգն է, դուք իմ ազգն եք, դուք իմ սա իմ երկիրն է, հասկանում ես։ Դա բացառիկ բան։ Հələ բազմաթիվ անգամ հորդորել եմ եւ ես եւ նախագահ Քոչարյանը ժամանակ ինչ որ բացարձակապես ուղակի հերքում էր այդ հնարավորությունը, բացարձակ ուղակի։ Ես կարծում եմ, որ իսկապես կատարյալ իսկական հայ սփյուռքահայ տղու կերպար էր եւ բացառիկ արժեք ունեցող մարդ։ Տարբեր է Էդվարդո Էրնեկյանը, ես չեմ հանդիպել Էրնեկյանի հետ, անձամբ չեմ ճանաչում, բայց Էրնեկյանը Հայաստանում տիրապետում է բանկի, լավագույն բանկերից մեկն է, բայց բանկ է, որը հասկանում ես, չէ, որը գումար է աշխատում։ Աշխարհացուն է, էլի, հա։ Ասենք Էրնեկյանը կառավարում է մեր օդանավակայանները երկրի։ Ստորում պիտի ասեմ, որ մեր օդանավակայանների սակագները, հատկապես Երևանի օդանավակայանի սակագինը ամենաբարձրն է տարածաշրջանում եւ դա է պատճառը, որ բազմաթիվ էկոնոմ դասի ավիաընկերություններ չեն գալիս, չեն ամրագրվում Հայաստանում, որովհետեւ շատ թանկ է սպասարկումը օդանավակայանի։ Պետք է ասեմ, որ շատ ուշացավ նաև երկրորդ մասնաշենքի օդանավակայանի ընդլայնման ծրագիրը։ Կոնկրետ արդեն խնդիր կա։ Շատ ուշացավ ինչի պատճառով, որովհետև Էրնեկյանը եւ նրա ներկայացուցիչները պետության հետ, կառավարության հետ երկար բանակցում են այդ տարիֆների մասին, ինչպես անեն, որպեսզի շահույթը համապատասխանի 15%, թե 20%, 20%, թե 10%, հասկանում ես, երկար տարիներ բանակցեցի եւ մենք ետ ընկանք հիմա մեր օդանավակայանում խայտարակ խցանումներ են եւ ինքնաթիռների եւ մարդկանց, հասկանում ես, ուղևորների։ Եվ բացի դրանից մենք նաեւ տեսանք եվրոպական այս վերջին համաժողովը, որ տեղի ունեցավ Հայաստանում, ինքնաթիռների կայանման տեղ չկար, հասկանում ես, բազմաթիվ եվրոպական երկրների լիդերներ իրենց օդանավերը կայանեցին այլ կայաններում, անգամ Քութայիսում, Թբիլիսիում կայանեցին, հասկանում ես, այսինքն մենք արդեն այսօր որպես Հայաստանի Հանրապետություն բավարարված չենք այն օդանավակայանային սպասարկման հնարավորություններով, որոնք ունենք, իսկ այդ հնարավորությունների ընդլայնումը մտնում էր այդ թվում նաև կոնցեսիոների պարտավորությունների մեջ, այսօր տարբեր են, ոնց են, տես, եթե Էրնեկյանին ազգային հերոսի կոչում արժեր տալ, ապա արժեր տալ միայն գինիների արդյունաբերությունը դնելու համար։ Դեռ իրականում ես լսել եմ, ասում են, ինքը այո, հիմնադիրներից մեկն էր։ Եթե տես այսպես ասեմ, էլի, այսինքն տես ընդլայնեց մեր պատկերացումը, որ մենք կարող ենք նաև գինի արտադրել։ Եվ մենք դարձանք 20 տարվա ընթացքում վերջին 20 տարի է, որ մենք գին ենք արտադրում եւ ինքը սկսեց առաջիններից մեկն էր։ Այդ իմաստով երևի սա միակ գործունեությունը, որի համար արժեր դիտարկել, որովհետեւ այլ գինեգործներ եւս կան, որոնք որ հետևեցին նրա օրինակին, արժեր դիտարկել, բայց մնացած կոմերցիոն գործունեությունը հիմա մեծ շենք են կառուցում Երևանում, բիզնես կենտրոն, հայփոստն էին տնօրինում երկար ժամանակ եւ այլն։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ այստեղ մենք ունենք վաղշարույական ավելի շատ, այսպես ասած, բիզնես, որը նորից կարող ենք կարևորել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համատեքստում եւ կարող ենք ասել, որ սա նույնպես կարևորելու անհրաժեշտություն կա
Այսինքն մենք այսօր նորից, ինչպես ասացինք, պետություն եկեղեցի, պետություն սփյուռք, հարաբերությունները եւս պետք է բարելավել, կարգավորել, գիտակցելով, ըստ ես պիտի դիմեմ մեր սփյուռքի հայրենակիցներին, գիտակցելով, որ պետությունը առաջնային է, պետությունը եւ սփյուռքը հավասար չեն, սփյուռքը պետության հացանցիալը պիտի լինի, այսինքն պետության շահերը շատ ավելի կարևոր են։ Ձեր թույլտվությամբ մի փոքր ավելացնեմ, ու այդ սփյուռքի համար է կարևոր, որովհետեւ եթե սփյուռքը դա չընկալի, ինքը կձուլվի ու կդադարի հայ լինել, եթե ինքը չընկալի, որ պետությունն է առաջնային, իսկ սփյուռքը երկրորդն է։ Դե տեսնում ես, ասենք Քրքորյանը դա հասկանում ես, կամ ասած ձեր ցավը տանան, ասես որ դուք պետություն ունեք, եկավ զարմացավ Մասիսին նայած բանն ասենք սեղաններ էին գցում, բանից լավ, բան շատ ֆանտաստիկ կերպար էր իհարկե։ Շատ կարևոր է Հայաստան սփյուռք, պետություն սփյուռք հարաբերությունները եւ պետության գերակայությունը, սփյուռքը պիտի դա հասկանա եւ ամբողջությամբ օժանդակի աջակցի։ Բայց ես տեսնում եմ, որ մենք ասացինք, որ մշակութային գործիչներից ընդամենը մեկն է, բայց չկա արդյունաբերական հատված, անապես չկա, հասկանում ես, սխրանքներ են գործել նրանք, ովքեր որ գործարաններ են ստեղծել Հայաստանում, գործարաններ, որոնք փլուզվել են կամ չկան հիմա, եւ դա մեր մեծագույն կորուստներից է, այս 35 տարվա ընթացքում, մեծագույն կորուստն է արդյունաբերական համակարգի կորուստը, դες մենք ունենք հզորագույն քիմիական արդյունաբերություն, ունենք, որովհետև ունենք մի մարդ Լեոնիդ Կոստանդովը, որի հետ ես նույնպես բարեբախտություն եմ ունեցել շփվելու, դա միութենական գործիչ էր, Թուրքմենիայում ծնված հայ էր, բայց Կոստանդովի շնորհքով մենք կարողացանք Հայաստանում ունենալ քիմիական արդյունաբերություն, որտեղ նա հզորագույն կազմակերպիչ էր արդյունաբերության եւ իհարկե մեր բոլոր սխալներով հանդերձ մենք այսօր պարտավոր ենք 35 տարի անցել պարտավոր ենք վերականգնել մեր արդյունաբերությունը Դավիթ, որովհետեւ առանց արդյունաբերության դու որևէ կարևորություն չես ներկայացնում աշխարհում։ Չես կարող լինել սպասարկող երկիր, որին կարևոր են։ Ես վերջերս մի հոդված կարդացի, որից այդքան էլ լավ չզգացի ինձ։ Ուրեմն համեմատում են սպասարկման ոլորտը Հայաստանում եւ Վրաստանում ռուսներ են հոդված են գրել, գրեցին, որ դե վրացիներին կարծես դա չի սազում բան սպասարկել, ասենք այդտեղ ասենք մատուցողների մեզ էլ կարծես թե սազում է, այլ կարծես թե սազում է, հասկանում ես, շատ վատ զգացի ես դրանից, այսինքն Վրաստանում սպասարկման ոլորտը վատ վիճակում է, որովհետեւ վրացին դա իրեն քիմքին հարիր չի համարում, իսկ Հայաստանում կարծես թե սպասարկման ոլորտը շատ ավելի լավ է, որովհետեւ հայերը լավ են սպասարկում։ Ես ուզում եմ ասել, սիրելի հայեր, բավարար է, որ մենք մեզ վերաբերվենք որպես սպասարկող ընդամենը հանձնակազմ, հա։ Այո։ Եվ մենք ունեցել ենք հզորագույն արդյունաբերական համալիր եւ այսօր էլ ես ուղղակի հավատացած եմ, որ ունենք հզորագույն պոտենցիալ։ Վատ զգացի նաեւ վերջերս ես տեսա արդեն այս կառավարությունը ուրեմն տենդեր է հայտարարել եւ համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ պատրաստվում են ապամոնտաժել Նաիրիդ գործարանը եւ ռեկուլտիվացնել, այսինքն տարածք։ Հիմա ապամոնտաժել եւ տեղափոխել Ռուսաստան։ Հասկանում ես։ Հիմա ես հարց եմ տալիս, եթե այդ սարքավորումները չեն աշխատում, վատն են, այո, եթե ասենք Ռոսատոմը, ուրեմն պատրաստ է վերցնել ու տանել Ռուսաստան։ Այսինքն եթե դա պետք է Ռուսաստանին, ուրեմն առավել եւս տասնապատիկ, հազարապատիկ պետք է մեզ։ Սիրելի բարեկամներ, ինչու եք ապամոնտաժում։ Լսեք, հիմա լրիվ այլ վիճակ է ստեղծվել մեր եւ երկրում եւ տարածքում։ Հա, ռեգիոնում։ Հա, եթե դուք Ադրբեջանի հետ արդեն մտնում եք առևտրային հարաբերությունների մեջ, Ադրբեջանում արտադրվում է բուտադիեն, որը նրանք չգիտեն ինչ անեն։ Վերցրեք այդ բուտադիենը, արտադրեք կաուչուկ։ Կաուչուկը այսօր ֆանտաստիկ կարևոր, միշտ է եղել կարևոր, այսօր առավել եւս կարևոր է, արաբական երկրները ուղղակի
երազում են ունենալ նման հնարավորություն։ Մոռանանք Ադրբեջանը, դուք Իրանի հետ կարծես թե լավ եք անում, բանակցում ենք հիմա։ Նավթա վերամշակման գործարան հիմնելու մասին Սյունիքում Իրանից բերեն նավթը, վերամշակեն այստեղ եւ որպես արդեն հայկական բենզին, հայկական դիզել, հայկական բութադիեն, հասկանում ես, արտադրեք, օգտագործեք, զարգացրեք, մի ապամոնտաժեք այն հարստությունը, որը դուք դեռևս ունեք։ Որը որ ուղղակի ժառանգել եք, դեզանից հետ կապ չունի։ Եթե տեսնում եք, որ ինչ-որ մեկին դա պետք է, ուրեմն ազերապատիկ դա ձեզ է պետք ախր, ինչպես կարելի է դա հիմա ապամոնտաժել։ Հենց այժմ հիմա կա այդ բանում համացանցում տեսա, այդ տենդերը հայտարարված է, որ ապամոնտաժելու համար համաշխարհային բանկն էլ մեծ հաճույքով այդ փողը կտա, ինչ է պատել։ Թե համաշխարհային բանկը, թե վալյուտային ֆոնդը 90-ականներին ուղղակի մեզ ասում են, ձեզ ինչի են պետք, փակեք այդ ամեն ինչ, ձեզ դա պետք չի։ Ձեր երկրին, ձեր պոտենցիալով դա պետք չի, հասկանում ես։ Հիմա իրենք նույն կարծիքին են, բայց մենք արդյոք նույն կարծիքին ենք։ Եթե մենք նույն կարծիքին ենք, ուրեմն մենք պետք է համաձայնվենք այդ հոդվածագրի հետ։ Այո, որ մենք լավ սպասենք կողենք։ 40-րդ րոպեն անցել ենք, պարոն Դարփինյան։ Դե վերջացնենք նրանով, որ այնուամենայնիվ մենք ավելի լավն ենք, քան մենք կանք։ Եվ մեր հերոսները թե արդեն արձանագրված, թե մեր մտքում պահած, հենց դրա ապացույցն են։ Գիտակցենք դա, վերագնահատենք մեր կարողությունները, հանդես չգանք այսպես խեղճուկ կրակ դիրքերից աշխարհում, ցույց տանք աշխարհին, որ մենք կարող ենք շատ ավելին, քան իրենց պատկերացումն է մեր մասին, բայց ամենակարևորը մենք վստահ լինենք մեր ուժերի մեջ, որովհետև մեր հերոսների ամեն մեկի ճակատագիրը հենց դրա ապացույցն է։ Շնորհակալություն։ Սիրելի ռադիո լսողներ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ պրոֆեսոր Արմեն Դարփինյանն էր առաջին խոսափողի մոտ, Դավիթ Խումարյանը երկրորդի, սա Դարփինյանի ժամն էր, շարունակեք լսել գործարարալիքը, մենք կհանդիպենք։